Artur! Artur! What is that? Hadi çiçeğine çıksın. Çiçeği. Dumer siras terasan voznin kes voznin. Bir bana çiçeği var kamasın. Çatsele. Araçayı ben şey. Lisi. Yepesege. Mutlisin. Hayastan sarfı. Abeset mutlisin. Ay esek sen işkse. Betu yepesege. Yepemege. Es verçelisi peki. Peki bana ne kaçtı kalam, ne kaçtı beni. Lisi. Laf tehne der transforme çalım ya tehcid dane ki bu çayda peste sen yani hala kel kişen kel ve yine sınav vakti. Çeli çem kırna. Bu şey. Terasan suyla imeş. Ya ethisun tari bir yaste nur askenayda. Lave uşkan itsun tari. Mesela çayda metot kosen. Ariginak beto. Bir bacak bakma kel yes. Hayasınız lav kaşat sağlar der. Seran demek lav peste kişen goven girer ha. Çe esnek çum brazen. Sistesun. Bir panen bu atamasın. Eşeş tu satali. Oy çezo. Barikliler nasıl mı öyle? Çeçaraçı bir bacak. Չէ։ Ես պիտի ծանոթանամ ձեր մաֆիայի հետ։ Տո ինչ մաֆիա, ինչ բան այ կնիկ։ Մերը ստեղծագործական խապեփաների անվնաս խումբը։ Կամ պիտի բացահայտեմ, կամ դե աշխարհում եք հայտարարեմ։ Հա։ Այ կնիկ ջան, ես չեմ կարա քեզի տանեմ իրանց մոտ է, Էդեն չի որ։ որովհետև մեր խումբը գախնի է գործում։ Հետո նրանք չեն ուզում որ օտար մարդ գա մտնի մեր խմբի մեջ։ Ես ուդարեմ, հա։ Ես ուդարեմ դարձել քեզ արդեն կագած։ Տո ինձի չէ, իրանց է օտարի իրանց։ Չէ, կագած շանս պես չի եղնի։ Բայց չգամ իմանամ տեսնեմ դու ուր կերտաս, հա։ Կարող են դեռ ձեր խմբի մեջ Քիմ Քարդաշյանի նմանակներ կա։ Հա, ուր էր մեզի տենց բախտո դու էլ ասիր, հա։ Էդեն չի երջանկացար։ Կարող է աչքդ Քիմ Քարդաշյանի համապատասխան տեղերի վրա է։ Տո մենակ իմը չի է կնիկ ջան, սաղ աշխարհի աչքն է դրա վրա։ Վայ։ Բա։ Դա դարգաբանություն։ Ուֆ։ Ես պիտի կամ ծանոթանամ վերջ։ Ես ասի դու լսիր վերջ։ Լավ, թող քո ասածով լինի, բայց մինչև այդ մի հատ լավ սյուրպրայզ ունեմ քո համար։ Ահա։ Այդտեղից մի սկսեիր։ Ես ամբես կսիրեմ քո սյուրպրայզները։ Մենք վերջի վերջո այս ամեն ինչ անում ենք, որ գոնե մի քիչ փող աշխատենք, հնարավորություն հա, վերջապես առաջ գնալու, համ էլ հայտնի դառնալու, ապրել աստղերի կյանքով մի որոշ ժամանակ։ Լսի գիտես չէ, ես փոքրուց միշտ երազել եմ իմիջայլոց, որ դառնամ հայտնի, որ բոլորը ինձ սիրահարվեն, սիրո խոստովանություններ անեն, հետևիցս գա, նամակներ, ծաղիկներ, մի խոսքով որ իզնով հիանան։ Բայց հələ որ մեր հետևից կուկան մեզի բռնել, լեղկելու, էշի քյուրտա սարքելու համար։ Էշի, իշլիա։ Այլ իշլի։ Լսի, իշլի ասեցի, հիշեցի։ Բոբոյի մասին եմ հետաքրքրվել, ամեն ինչ իմացել եմ։ Շատ հայտնի քրեական հեղինակությունով Բոբոն։ Այդ որտեղից է, հա պարզեր էլի։ Դե հա, ինչ եմ ուզում ասեմ, եթե մենք Բոբոյից պրծնենք, իմացի մեր գործերը միանգամից աչա գնալու։ Բարևձեզ։ Բարև ձեզ։ Տենում ես, որ ասում եմ, սկի չեն էլ տարբերում, մենք ենք թե նրա իսկականները, ու մտքով կանցրի, ու ֆեյքն է, հասկացար։ Հենց պրոբլեմ է էլի։ Դա պրոբլեմ չի, դա հաջողություն է արդ։ Լեսի գնա, են գրիշն ու Պեպոն մեզ է սպասում ու սոված, հա, ես է կմտնեմ մի հատ գործի տեղ վռած, ուշի կգամ, հա, պաս աչկը սրա վրա էր, ճիշտ ասա։ Կնիկ ջան, ես քո խասյատը լավ գիտեմ։
Դու սիրում ես մարդկանց հոգեբանական կտանքների ենթարկել։ Այդ մարդիկ արվեստագետ չեն, բայց իմ գոլեգաներն են, հասկանում ես թե չէ։ Հա։ Ու ինքան լավ մարդիկ են, որ մի անգամ բարև ես տալիս, իրանց ամբողջ կյանքը քեզ պատմում են։ Գագաշ ջան, բայց իրանք ու գոլեգաները չեն։ Հա, ես իմ գոլեգաներից դժգոհ չեմ, բայց խոսքը ուրիշ բանի մասին է։ Հիմա փողի գլխին նստած ենք։ Փողը իր ոտով գալի մտնում է ջեբներս։ Չարժի ես հնարավորությունը ձերքից բաց թողնել էլի։ Հա, ես է կհասկնամ, ես էլ համաձայն եմ, չէ, բայց ես կուզեմ ծանոթանամ այդ քո խմբիդ հետ ու իմանամ իրանք լուրջ մարդիկ են։ Քո թիգունքիցդ գագաս քեզի չեն խփե, ու հետո քեզի փուրը չեն տա։ Ինչ խալխ ես դու, լավ էլի դու։ Վայ, հեսա հասանք, հա, հասանք։ Ուր։ Սիգենե ինչ որ ես կմտածեմ։ Հենց էտա որ կա, իջի քո համար մի հատ լավ ավտոջոգի։ Այ գագաշ ջան։ Արև ձեզ։ Բարձես, ինչով կարող եմ օգնել։ Կնոջս համար մի հատ էժան, բայց որակով մի քիչ քշած, բայց նորից չտարբերվող ավտո եք ման գալի։ Անպայման, համեցեք, ցույց տամ։ Գրացի։ Ժողովուրդ, բայ հիմա ինչ ենք անելու։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես հետ եմ գնում Հայաստան։ Հայաստան։ Հա։ Ասում էի, որ այնտեղ քո վրա դատական գործ են բացել։ Ինչքան գիտեմ գազանանոցից որ փղիկերը գողացել էր, ծախել էր։ Բայց անանցից կվատին մի վեդրո խանձոր, հենա փղից վերցրել տարետամել եմ կապիկներին։ Կարող եմ ես եմ կերել։ Այդ կապիկները կեր չունեին, հա։ Չէ, ինձ թվում է Արտո Գրիշը սնունդը վերաբաշխել է ըստ կարիքավորների։ Ես ավելի լավ գնամ Հայաստան, փանտ նստեմ, քան թե բոբոյի ձեռով դառնամ իջմիասնի քյուֆտը։ Լավ էլի։ Իսկ դու չլսեցիր թե բոբոն ինչ ասեց, որ մենակ քեզնով հարց չի լուծվի, ասեց որ սաղից է սպանելու։ Չէ, հա։ Չէ, բոբո չէ, բոբոն ձևքեն է, պլևչի է, բոբոն է մարդը չէ։ Դու ինչ պլև չի, այ Արտու ջան, երեք եմ Facebook-ով նայե, գնացել եմ մի հատ ռեստորան, սալատ հազակած տվե, սալատը կերել է դուրը չի եկե, ու քիչավոր ռեստորանը վառել է, մի հատ ռեստորան տիրոջ ականջները կդրել է։ Հա։ Հարկություն չկա, ինչ ուզում եք ասեմ, այդ բոբոյից հարկություն չկա։ Կա։ Ու փրկությունը թութակին գտնելն է։ Իսկ այդ թութագը համաձայն է որ նորից հետերտ այդ հայվանի մոդը, հա։ Այդ արդեն իրա պրոբլեմն է։ Լավ եք ասում ժողովուրդ, իսկ ոնց են գտնելու թութակին։ Եթե գա։ Որո՞։ Հանգիստ։ Ախ, բոբոն իմ տանտեղը չգիտի։ Հենց որ հանգիստ։ Ծանոթացեք, Կարին է։ Este supermarket du ari supermarket esti համեցեք դու միշտ Կլասիկը լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին
tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը, համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր օրվա համար։ Օսիս Food Court համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958։ Օսիս Food Court։ SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Ատե, կոտերը չի, լավեր ենգի, ես կտերըտ ինչ ես խոտ է։ Սան կողքայա, որ հոտերը դուս չգա։ Ինչ հոտ, հոտերը արա։ Են կենթանի վաժերսողի, են որ թուտակ տարեսյամոտ ասել ես պարապասնի։ Նայի գոնչո, ես չեմ ջոգում, թե դու ինչ ես խոսում։ Իսկ մի բան, որ ես չեմ ջոգում, սկսում եմ ներվային անալ։ Որ սկսում եմ ներվային անալ, սկսում եմ գիժ բաներ անել, օրինակ կարող ականջետ հիմա կդրեմ, տանեմ բարբիքի սարքեմ, հասկցար։ Այ ցավդ ուտեմ, դու չասա գրա գրիշես տուն, ինչ որ տեսվես հոտ քաշի, ես գնացեմ մի արտուն, ինչ որ տեսել եմ, հոտոտել եմ, ասանք էլ կողքել եմ, որ հոտերը դուշ ելնի։ Հարայ կրակադիլ, չեմ ասել բարացի, այլայլա բանորեն։ Այլայլ բանն ովա։ Արա դու լրիվ անասուն ես արա գամփրի սարև։ Ես ինչ շան հոտա գալի։ Գնամ էր լոսի, դավայ, հլը մի րոպե։ Տեսար գամփրիս, որ ասիր չէ, վիսըտ վրիսըտ կպոքեմ։ Ինչ ասեմ սնող։ Խոսարա։ Հա, տեսամ, հանգիստի համար բանդակի մեջ քնած էր։ Կվոր տալիս էր։ Չէ, ասել էր եսի շնայավ։ Դու այդքան չկաս, որ ինքը քո երեսին նայի։ Կամ էլ գրիշ է։ Ճիշտ գործ անում։ Ինչ ես նստել, գնա լողցի։ Գորիլլա։ Ցավը տանեմ։ Վայ, ինչ կնայեք։ Կային է թե Լեյլա։ Գագաս։ Ես Լեյլան քո հետ ինչ գործ ունի։ Կամ դու իրա հետ։ Կարինենա կնիկս տո։ Հասկացա։ Հա, ինձ միշտ նման ծերել են դերասանուի Լելային Գյումրեցի։ Հա։ Լավ։ Ինչքան հասկացա, ես ամեն ինչը քու գաղափարը դե, հա։ Հայ, իհարկե, իմ գաղափարն է, ինչի դուրդ չի գալիս։ Լավ գաղափար է, ժամանակագից։ Օր ուրիշի անունով փող աշխատին, բայց որ տագից էլները կա։ Ես չեմ ուզել, կյանքիս մնացած կեսը մենակ ապրիմ, գագասնել հայտնվի Բերտում, ջելում։ Դու ինձ հարցրել ես, ես ուզում եմ կյանքիս մնացած կեսը քո հետ ապրեմ, թե չէ։ Յա։ Լավ, հասկացա։ Կներեք եւի դիգին կարնի, բայց ոչ մեկս էլ ցանկություն չունենք, ոչ էլ նպատակ ունենք ջելում հայտնվելու, բայց այդտեղ հարցը ջելում հայտնվելը չի։ Ստե հարցը բոբոնա, բոբոն։ Բոբո չէ։ Իրա թութակը, կամ էլ երկուսը իրար հետ։ Արա դա թութակ չի տղեկ, դա թութակ չի, դա մի հատ փեթուրներով շեյթան է։ Ես այդ թութակի պատմությունը գիտեմ, Գագասը պատմել էր։ Բայց սեմ որ ես կրնամ այդ թութակի հարցը լուծել։ Իհա, լուրջ ես ասում։ Իհա, հլաշկերիս մեջ աշե։ Շատ եմ ալուրջ մարդու նման։ Ես կադագենելու տրամադրություն չունեմ։ Չէ, կնիկ ջան։ Կատակ անելու տրամադրություն չունես, ամա ոնց ես օգնելու մեզ եւ ոնց։
Շատ բարձ։ Հələ թող տեսնենք թութակը կհայտնվի, չի հայտնվի նոր։ Հա, տիգին կարն է, չէ, տիգին կարն է։ Հա, սա մենք են իմանանք, տեսնենք ինչ խնդիրն է։ Արիդե ջան, քոր դանակով մորթում ես։ Ասա մենք էլ իմանանք։ Ասեն։ Մաֆիոս Բոբոն իմ մոդիկս է։ Ինչ։ Ոնց թե մաֆիոս Բոբոն ու մոտիկն է, հա։ Գագաս, լսելու թե պրոբլեմն է։ Մաֆիոս Բոբոն իմ մոդիկս է, իմ հարազատս է, իմ բարեկամս է, իմ մորկուրիս թորն է։ Արիդե ջան, էսի ցնցող նորություն ասի։ Ուրեմն մենք Հերկված ենք, հա։ Ով չէ։ Բոբոն այդ մարդը չէ, որի վրա 100% հույս տնես։ Կարինե ջան, կարող եք մի հատ առանձնանալ կողքի սենյակը։ Հա, իհարկե։ Մեզ կներեք։ Գագաս։ Բոբոյի բարեկամ եք, հա։ Էլի տո, սրտովս գնա, էլի տո։ Պարոն Ղազարյան, ոնց որ թե հյուրը ուշանում է։ Ոչինչ, Ղարաջան։ Ես էլ իմ տարիքից եմ ուշանում։ Մի քիչ։ Այն ջանեք։ Может быть, чай или кофе? Եթե քո ձեռքերի պատրաստած դառը սուրճն է, կարելի է Ղարաջան, բայց եթե Այս ձեռքեր։ Այս է ստեղդի ձեռքեր։ Պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, երեկվա հաղորդման ռեքը ոնց որ մոռացել եմ սխմել։ Դեռ դու փորձած չես։ Որ մեզ երկու ժամ իզուր այնտեղ խաղացել ու խոսացել է։ Չէ, հիմա։ Այո, ինչ նորից եք նկարելու դա։ Հիմա էլի կնայեմ։ Պարոն Ղազարյան, Փեփրուշի որտեղից ես ճանաչում։ Փեփրուշ տղա, այդ Հայաստանից նոր եկած պոպ երգչուհի է, թե դիզայները։ Փեփրուշը Սերոփի տատն է։ Սերոփը շաուրմանոցների ցանց ունի ու համեն հոգեհաց է տալիս այնտեղ։ Հեմել ես տղեն։ Տղա ջան, ուրեմն ասեմ իմացի։ Ես ոչ Փեփրուշ եմ ճանաչում, ոչ Սերոփ եմ ճանաչում, ոչ էլ իր տատին եմ ճանաչում։ Եղավ։ Ախր ոնց չես ճանաչում է, որ 3 հոգեհացի ես այնտեղ եղել։ Իսկ քշվածն եմ, որ ես ծառիկ ես քշվել եմ։ Ատավա ջան, լսի ասեմ։ Ես եմ եղել հոգեհացի։ Հա, դու ես եղել, ասում են դերասանների հետ ես եղել, Արտուր Հակոբյանի, Աշոտ Եդիգարյանի, Իվետայի, Աշոտի աղջկա, Իվետա Եդիգարյանի հետ ես եղել։ Դե լսի։ Դու ինչ որ սխալ բաների մեջ ես ընկել տղա ջան։ Ոչ Աշոտը, ոչ Իվետան եւ ոչ էլ Արտուրը։ Երեք ստեղ չեն եղել։ Իրանք Երևանում են, հասկանում ես, երեք էլ խոսացել եմ։ Արտուրի հետ անձամբ խոսացել եմ հեռախոսով։ Ախր ոնց կարա տենց բան պատահի, երբ որ ողջ ժողովուրդը ասում է, որ դա դուք եք եղել։ Դե գիտես ինչ կա, կարող է հետդ կատակ են արել։ Հնարավոր է։ Գագաս, ուրախ չես, որ փրկվելու հնարավորություն կա, եթե անգամ այդ թութակին չգտնենք։ Չէ, ուրախ չեմ։ Ինչի՞։ Որովհետև 30 տարվա կնիկս է։ Նոր եմ իմանում, որ մաֆիոս բարեկամ ունի։ Ես գիտեի աներս Գյումրիից է, չգիտեի Բրոնքսից է, տո։ Հա, բայց Գյումրին էլ պակաս մաֆիոսներ չունի։ Գագաս, մարդիկ, օրերով նստած կամպյուտերի դեմը մաֆիոս բարեկամ մանկու կա, քուգդ մեականից եղավ։ Լսի Գագաս, մի բան ասեմ, քանի որ դու հիմա տարար Բոբոյի բարեկամը, անուղակի ձևով թութակն էլ է քեզ բարեկամ գալի, էլի։ Քանի որ Բոբոն թութակին տղոտեղ սիրում հարգում է։ Կամ քեզի բաժանաղ է։ Լավ էլի, տո թարգի էլի Արտո։
Ուրեմն էսպես։ Ծանոթացեք։ Մեր թիմին միացավ եւս մեկ արտիստ։ Լեյլա Թադևոսյան։ Այ կնիկ։ Բա դու ասում էիր, թե արվեստից հեռու մարդ ես, ոչ մի դեր չես կարող խաղաս։ Բա ես ո՞նց եղավ, որ ուզում ես խաղաս։ Ո՞նց դառան Լեյլա։ Գագաս ջան, էլի արվեստից հեռու եմ, բայց փող ուրիշ բան է, Գագաս։ Գագաս, իշքան հասկացա, դուք ձեր տան մեջը ամեն մեկը ձեր նմանակն ունիք, հա։ Հա, այդպես դուս կուկա։ Ժողովուրդ ջան, բայց հետ չի պատկերացնի, որ կյանքը սենց կդասավորվի, որ նույն սենյակում նստած կլինենք, մեկս Աշոտ Ղազարյան, մեկս Աշոտ Եդիգարյան, մեկս Արտուր Հակոբյան, մեկս Իվետա Եդիգարյան, հիմա էլ Լեյլա Թադևոսյան։ Ժողովուրդ, էսի կյանք չի, էսի կինո է, կինո։ Գագաս, ինձ հետաքրքիր է, թե դուք տունը, ձեր տունը, իրար հետ ինչ կշփվիք, որպես Գագաս ու Կարինե, թե Աշոտ ու Լեյլա։ Հարգի էլի տո Արտո, վա։ Հեպո։ Բոբոնա։ Դու չէ՞իշ բոբո է։ Ժողովուրդ, վաղը մի հատ մեծահարուստի private party ունենք։ Հա։ Քեզի չեղա Պեպո ջան։ Վաղվա։ Ադե ասա վայ։ Վաղվա այդ party համար։ Համսինք ամեն մեկիս։ 15,000 փող են տալի։ 15,000 տալի։ Իսկ ծրագիր կա գրված նախորոք։ Հա, հեսա սցենարը կուղարկեմ։ Ինչ է գրած։ Ժողովուրդ գերացա, որ պետք է բժիշկ խաղանք։ Բժիշկ մեկ վերջին անգամ երևի բանկապարտեզում եք խաղաց։ Լավ, հասկացա։ Պատվիրատուն հումոր է անում, մեզ աստուգում։ Դո չի այդ ցավը տանեմ։ Հեսա արդեն պիեսի սցենարը ուղարկեց։ Դե ուղարկի մեզ։ Հեսա բոլորիդ ուղարկեմ, աշկա։ Արոմա սուպերմարկետ, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնարկ 747 699 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք։ Սանամյան Meat Market 747 699 7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար։ Cielo Banquet Hall 818 504 8245 Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo Հելավ ցավը տանեմ, ես ոչ մի փեփրուշի հոգե ճաշել չեմ մասնակցել։ Ռոսուրով չի։ Դե լավ մասնակցել եմ, ուղակի չեմ հիշում, հա։ Բրծանք քեզանից։ Գիտես ինչ կա Երիշ ջան։ Ես հիմա նկարանման եմ գնում, ուրիշ անգամ կզանգես կխոսենք։ Եղա, դե դավայ։ Պարոն Ղազարյան, 10 րոպեից սկսում ալու եթերը։ Կարալը մոտարի։ Հա։ Ձերքը դիք չկապիս։ Հա։ Չորա։ Տակ չեն։ Դեսի, բայց մեջս երում ա կարա։
Որտեղ արդեն 4-րդ մարտն է ինձ ասում, որ ես երեք մասնակցել եմ ինչ-որ Պետրուշտատի հոկեճաշին։ Բայց ես ինչքան մտածում եմ, ես այստեղ չեմ գնացել։ Մեկ էլ մտածում եմ, կարող է գնացել եմ, չեմ հիշում։ Բայց ոնց պարոն Ղազարյան, եթե երեք ամբողջ օրը մենք իրար հետ ստուդիայում ենք եղել։ Հաստատ։ 100%։ Ուզում եք գնանք մի հատ կամերաներով նայենք։ Գնանք։ Բայց ժամանակ չկա, եկեք սկսենք։ Ճիշտն ասած, ես լսել էի, որ մեծահարուստներ ունեն տարօրինակություններ, բայց որ այս կարգի չի պատկերացնում։ Դիգ, տարօրինակություն չէ, դիգ այլասերվածություն է մեր մեջ սած։ Ժորդ հետաքրքիր մարդ եք։ Դրա համար էլ մարդը այդքան փող է տալիս։ Փող ես փող սիրում եմ ու պատրաստ եմ հանուն 15000-ը էքստրեմալ գործողությունների գնամ։ Բայց չեմ պատրաստվում, որ կլիենտի առաջ քամակս բացեմ ու պարգամ հանուն փողի։ Բայց ստեղ պես բան եկ կա գրած Գագաշյան։ Ոնց թե։ Էսա։ Գրածա որ պացիենտին պարկացնում են, սխմում են սեղանին ու հետո քամակից սրսկում են։ Սրանից էլ պարզ ինչ գրածելի, տո։ Գագասը ճիշտ կսե։ Եթե էսիկ 18 պլյուս ներկայացում է 15000-ը շատ քիչ է։ Յա, ուրեմն որ շատ փող տար, ամեն ինչ կանեի իր դու։ Վայ, դե չենք ստեղ հավաքվել։ Լավ, մի րոպե Ժողովուրդ ջան, մի րոպե, խնդրում եմ, մի րոպե։ Փողը փող, բայց դե մենք հայտնի մարդիկ ենք։ Ու մենք իրավունք չունենք մեր անունը խայտարակ անելու։ Նախ ոչ թե մեր, այլ այն մարդկանց մենք նմանակում ենք։ Այո։ Դե դրա մասին է դու իրանք մտածել, փող։ Լսեք։ Նայեք։ Սցենարը տված է, բայց սցենարում գրված չի, թե ով ինչ դեր է խաղալու, այսինքն դերաբաշխում արված չի։ Ստեղ ընդհանրապես նկարագրված է իրադարձությունը, որ կատարվում է, բժիշկներ են, բժիշկի սենյակով է պարկածա պացիենտը եւ բժիշկները պետքա ախտորոշեն, թե ինչ հիվանդություն ունի պացիենտը եւ ոնց պետքա բուժեն։ Ահա։ Հա։ Մի հատ մամա է, մի հատ էլ հիվանդ, մնացածը բժիշկներ են։ Ահա, դե որ այդպես, հա։ Եկեք դերերը բաժանենք ըստ տարիքային խմբերի։ Պեպոն կլինի պացիենտը, կնիկս կլինի իր մաման։ Մենք էլ բոլորս բժիշկները։ Այդ բժշկի դերին օրինակ ես համաձայն եմ։ Ես ժամանակին Երևանում անասնաբուժի օգնական եմ աշխատել ու այդ սերսկելու բոլոր ձևերը գիտեմ։ Մի րոպե, հա ժողովուրդ, այդ հնարավոր չի։ Որտեւ ես ունեմ տրիֆանոֆոբիա։ Այդ ինչ է։ Այսինքն ես սերսկումներից, ներարկումներից վախում եմ։ Ես ասեղը տեսա թե չէ ու կգնեմ գետնին։ Համել Գրիշյան կներես էլի ամենայն հարգանքով, բայց բադը, սագը, ղազը, ձին, էշը ու մարդը նույնը չեն։ Այստեղ ես քո հետ համաձայն չեմ, Պեպոն ջան։ Համաձայն չեմ բոլորովին։ Երջանկա հիշատակ տատս ասում էր. Քամակը քամակա։ Դու չի ես ամեն ինչ պես կպարտացնեք։ Վերջսիկ թադրոն է, չէ՞։ Ամեն ինչ ձևականության մեջ է։ Էհա, ճիշտ կսե։ Կինոյի մեջ են, ինչ ասես կենեն, բայց իրականում հեչ բան չեն։ Տո մի հատ դու սարի է 18 պլյուսից, տո հավաքի քեզ էլի։ Բայց դե լավ էլի, սուս մնացեք, բայց հասկացան։ Մենք դերասաններ չենք, բայց մենք էլ պետքա դերին համապատասխան լինենք, մենք պետքա նախապատրաստենք, մենք պետքա սովորենք, մենք պետքա դերը անգիր անենք, մենք պետքա սցենարն անգիր անենք, իսկ դրա համար ինչա պետք ժամանակ, իսկ այդ ժամանակը մենք չունենք։ Ճիշտ կսեմ մարդը, եկեք որոշենք։ Հա, մանավանդ պատվիրատուն էլ մեր պատասխանն է սպասում։ Դե ես առաջարկում եմ քվեարկություն անենք, որպեսզի հետո մենք իրար չմեղադրենք։ Դու ասում։ Եկեք ծանր ու թեթև անենք, գցենք, բռնենք, խոսքը $15000 փողի մասին է։ Ու համ էլ մեր պատվի։ Էհա, ով որ համաձայն է, թող ձեր գերվերև անեն։ Վերջ։ Միաձայն ընդունված է, համաձայն ենք շուտ։ Պեպո զանգի պատվիրատուին ասա, որ մենք համաձայն ենք։ Իսկ մենք այդ ընթացքում փորձենք սցենարը անգիր անենք, հա ընկերներ։ Դե սկսեցինք։ Պարոն Ղազարյան ջան,
Առաքում ունիք շաուրմայանոցից։ Առաքո։ Ես շարմը չեմ պատկերել։ Հեսա, մի հատ շաուրմա, հետնել, ձեր անունով գրություն։ Հələ կարթա տենում չեմ։ Ինչ պատճառը գրա։ Պարոն Ղազարյան ջան, իմ ու հանգուցյալ տատիկի Փեփրուշի անունից շնորհակալություն եմ հայտնում սիրելի տատիկիս թաղման արարողությանը մասնակցելու, հուզիչ տեքստեր ասելու համար։ Ես ինչ պատճառել է։ Այս շաուրման էլ իմ շնորհակալությունն է ձեզ։ Սիրելի արտիստ, սիրով ու սոխով Սերուկ։ Մեռած տատիկի կողմից։ Ու դա։ Կարա, դու կարող ես ինձ բացատրել, ես ինչ է, այս ամեն ինչ է նշանակում։ Չգիտեմ, բան խոզել չեմ կարող ասել։ Հուզիչ, չգիտեմ ինչ։ Ես վերջին անգամ հուզվել եմ մի քանի օր առաջ, երբ կինս ասեց, որ ես ճիշտ եմ։ Ես։ Էդ էլ երազս։ Լսի Կարո։ Կարող ես դու ինձ նրանց համարը տալ, հələ մի հատ ես զանգեմ շաուրմայանոց, տեսնեմ ես ինչ հաշիվա։ Չէ, պարոն Ղազարյան, նման բան պետք չի անել։ Բայց ինչի պետք չի անել։ Ես պետք է մտածեմ, я буду думать։ Կարա, գոնե դու ինձ հավատում ես։ Конечно։ Ես գիտեմ, որ դուք ոչ մի Փեփրուշ տատիկի հուղարկավորություն չեք վարել։ Բալապես բոլորի իմաստը որն է, Կարա։ Ես հասկացա, պարոն Ղազարյան։ Ինչ հասկացար։ Իրանք փորձում են ձեր միջոցով իրեն շաուրմայանոցը գովազդանել։ Ուրեմն սա պրովոկացիա է, ուզում եմ դրա միջոցով անեմ, որպեսզի մենք պատասխանենք ու բոլորը սկսեն խոսել։ Այո, Facebook, Instagram բոլոր սոցցանցերը մտածում են, որ կխոսեն այդ ամեն ինչի մասին եւ կստացվի անվճար գովազդ։ Դրան տեսեք հլը։ Խելացի եմ, չէ՞, պարոն Ղազարյան։ Հենց այդպես էլ կանենք, ճիշտ ես ասում։ Խելացի ես, բան ինչ ես։ Ուրեմն պետք է լրություն պահպանենք։ Ոչ մի խոսք։ Գլաս, սա գլաս։ Կարա մի բան ասեմ։ Ոչ պահելու բան ես ոչ գցելու։ Ո՞վ։ Beside you.